Շնորհակալություն պարոն Ավինյան, ես էլի պետք է անդրադառնամ Դավթաշեն վարչական շրջանին, ձեր թույլտվությամբ, գաղտնիք չէ, որ Դավթաշենի բոլորիս հայտնի կամուրջը գերծ ծանրաբեռնված է, ավելի քան գերծ ծանրաբեռնված, տեսեք, այդ կամուրջը բոլորս գիտենք, որ ոչ միայն սպասարկում է Դավթաշենի բնակիչներին, այլ նաև աշտարակի խճուղով Արագածոտնի մարզից եկող և Զովունիով անցնող Կոտայքի մարզից եկող բնակիչներին և նայելով այս լայն շինարարության տեմպերը, որը տեղի ունենում թե Դավթաշենում, թե Զովունիում, ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ անց, երբ այդ շենքերը բնակեցվեցին, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Դավթաշենի կամուրջի հետ կապված, խնդրում եմ պատասխանեք, եթե կան ինչ-որ այլընտրանքային ճանապարհների ծրագրեր, թեկուզ Կորյայի ձորով կամ այլ հատվածներով, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսել են քննարկումներ դեռևս նախորդ տարի Թբիլիսյան խճուղի, Եղվարդի խճուղի ճանապարհատվածի կառուցման վերաբերյալ եւ այս ճանապարհի եւ երկու կամուրջների կառուցումը էականորեն կթեթևացնի Դավթաշենի կամրջում եղած ծանրաբեռնվածությունը, բայց որ ամենակարևորն է այս ճանապարհի հատվածի կառուցումը M4 միջպետական ճանապարհը կմիացնի հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին ամբողջապես, այսինքն եկեք պատկերացնենք ինչի մասին է խոսքը։ Երբ որ մենք Սևանի մայրուղով M4-ով գալիս ենք, մտնում ենք Թբիլիսյան խճուղի, մեզ ընդամենը մեկ հանգույց է պակասում, որպեսզի մենք մտնենք ամբողջական շրջանցիկ, հյուսիս-հարավի շրջանցիկ, եւ սա հենց այս Թբիլիսյան խճուղի, Եղվարդի խճուղի միացումն է։ Եվ շատ տարօրինակ է, որ նախկին ծրագրերի մեջ չի եղել, որովհետև ընդհանուր առմամբ նաև բեռնատարների համար ինքը շատ հարթ ճանապարհ է լինելու։ Իհարկե ունենք հատվածներում նաև տարանցիկ ճանապարհում որոշակի խնդիրներ, վերջերս բարձրաձայնվել էր Բաբաջանյանի հատվածում ունենք մի փոքր հողակտորի հատված, դատական գործընթացներ եւ այդպես շարունակ, բայց մեծ ծրագրերի առումով սա միակ օղակն է, որը որ բացակայում է, որպեսզի մենք M4 ճանապարհը ամբողջապես միացնենք հյուսիս-հարավ շրջանցիկ մեր ճանապարհներին։ Արձագանք ունեք, խնդրեմ պարոն Թոմասյան։ Շնորհակալություն պարոն Ավինյան, շատ կարևոր տեղեկություն հայտնեցիք, նաև կխնդրեմ, որ հնարավորության դեպքում դիտարկեք Վաղարշյան Կոմիտաս հատվածում էստակադայի հնարավորությունը, եթե կա տեխնիկապես այդ հնարավորությունը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, անպայմանորեն ձեր առաջարկությունը կդիտարկենք եւ նաեւ ուզում եմ շեշտել, որ նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով միջանկյալ այս փուլում Կորեայի ձորի 1.1 կիլոմետր ճանապարհը, որը բավականին տենց վատ վիճակում է գտնվում, արդեն մրցույթ է հայտարարվել եւ շուտով կարծում եմ նաեւ ճիշտ եմ, չէ՞ ասում պարոն Խուդացյան, շուտով նաեւ այդ մրցույթի արդյունքներով այդ հատվածում կունենանք արդեն բարեկարգ ճանապարհ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։